Հարավ ձեզ արգել ենք ետեն, ինչպես և խոստացել ես նախընտրական շրջանում կփորձեմ օրվա ավարտին Facebook-յան ու եթերի ֆորմատով քննարկել այդ օրվա կարևոր իրադարձությունները, հայտարարությունները։ Ներողություն եմ խնդրում, այսօր մի փոքր առողջական խնդիրներով պայմանավորված ավելի ուշ մտա։ Ինչևէ, կարծում եմ թեման բավական հետաքրքիր է այսօրվա քննարկելու։ Եվ մենք կրկին անգամ եւս մեկ առիթով արձանագրելու ենք, թե ինչպիսի ստախոս ամբարո իշխանության հետ գործ ունենք եւ ինչպես են այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարդկանց իրենց հավատացողներին, իրենց ստերին հավատացողներին կոպիտ ասած համբալի տեղ դնում, միամիտի տեղ դնում, չնայած այդ մարդիկ են իրական համբալները։ Եվ Փաշինյանը, որը արդեն 8 տարի է խոսում է թալանի վերադարձից, չգիտեմ, քյաբաբ առ քյաբաբ, կոպեկ առ կոպեկ, Range Rover առ Range Rover, այդ իրավիճակը խնդիրները լուծելու մասին, որ ես կրկին այսօր նկատեցի, կրկին էլի խոսել է իբրև թե վերադարձված թալանի մասին, եկեք Փաշինյանի խոսքը լսենք, եթե լսելի կլինի ու շարունակենք։ Ընթացակարգեր կան։ Հաջորդը ընդամենը վերջերս Ծառուկյանի ընտանիքի անդամ Փեսա Կարապետ Գուլոյանի հսկայական դղյակը, որը ապորի ձեռքաբերվել ոչ թե իրանց, այլևս պետության, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է։ Եվ մենք կնայենք առաջիկայում այդ դղյակում արդեն գուցե թե լինի ծերանոց, գուցե թե լինի սոցիալական որևէ նշանակություն ունեցող օբյեկտ, բայց կարևորն է նա, որ այն այլևս լսեցիք ժողովուրդ ջան, հերթական հայտարարությունը, պոպուլիստական, ու հայտարարությունը այն որ որևէ մեկի տունն են վերցրել, այս դեպքում էական չի, Ծառուկյանի Փեսան է թե ոչ, դա թողնենք մի կողմ, եկեք տեսնենք, թե ինչպես է, ինչ նպատակով է փորձում օգտագործել իբրև թե Նիկոլ Փաշինյանը, ասում է ծերանոց ենք բացելու, Ծառուկյանի Փեսայի տունը օգտագործելու ենք որպես ծերանոց։ Ես ասում եմ ստում է Նիկոլ Փաշինյանը, ստում է ինչպես միշտ է ստել, որովհետև եթե այս մարդը քաղաքացիական պայմանագիրը երբևէ բռնագանձված որևէ գույք ցանկանար ծերանոցի վերածել, ապա դրա լիուլի հնարավորությունները կային այս 8 տարիների ընթացքում, բայց ինչպես մյուս բոլոր դեպքերում այս անգամ եւս Փաշինյանը խաբում է ուղղակի։ Որևէ ծերանոց էլ չի կառուցվի, այլ եթե առանձնատունը իրականում բռնագանձվել է, միջև ընտրությունից հետո չեմ կարծում, որովհետև վերընտրության շանսերը Նիկոլ Փաշինյանի շատ քիչ են, միջև ընտրություններ Փաշինյանը իր ծանոթ բարեկամների մեջ քուրդի ժողովրդի խոսքով ասած։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչու եմ ես այսպես, այս ձևակերպումներն օգտագործում, որովհետև այսպես մերկապարանոց մեղադրանքներ չեն։ Ուրեմն ահա, տեսեք, իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը իբրև թե որպես ապօրինի գույք պետությունը բռնագանձեց Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը, որը պատկանում էր բանին, նախկին պետ ղեկավարին, Արմեն Ավետիսյանին կարծեմ։ Գույք, որը 5 հարկանի բավական մեծ կորպուս ունեցող շենք-շինություն էր, Ծաղկաձորի ամենալավագույն հատվածներից մեկում հյուրանոցային համալիր։ Խոսքով շենքը մի քանի հազար քառակուսի մետր էր։ Տարբեր գնահատողների կարծիքով շենքը նվազագույնը կարող էր արժանալ 10-12 միլիոն դոլար։ Ես հիշեցնեմ, որ սա Ծաղկաձորում էր եւ գործող հյուրանոց էր, այսինքն ինքը ոչ միայն շենք շինություններ վերանորոգված, կահավորված, մնացած
ենթակառուցվածքներով, ճանապարհով, ավտոկայանատ, ամեն ինչով գործող ինքը հյուրանոց էր։ Ում հասավ այս հյուրանոցը։ Եթե Նիկոլ Փաշինյան, եթե համբալների իշխանությունը նպատակ ուներ ծերանոց կառուցելու, հա, իբրև թե բռնագանձված գույքով, ինչու Ծաղկաձորի այս հյուրանոցում Golden Palace նախքին Golden Palace հյուրանոցի տարածքում չստեղծվեց ծերանոց։ Լավ առիթ էր, շենք շինությունը բավական մեծ, հարմարությունները կային, բոլոր հնարավորությունները կային ծերանոց կամ մանկատուն կառուցելու։ Չնայած մանկատները սրանք փակեցին եւ այդ մարդկանց թողեցին բախտի կմահաճույքին։ Եկեք տեսնենք ինչ արել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը այս շենք շինությունը վաճառել է իր իշխանությունը 3 միլիարդ դրամով, այն ժամանակ մոտավորապես անում էր 2022-ի մասին խոսքը, անում էր 5 միլիոն դոլար, այսինքն կրկնակի էժան գնով վաճառել է Աննա Հակոբյանի անվան հետ փոխկապակցված, ես չգիտեմ որքանով կապ ունեն թե ոչ, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան սրա մասին, Նարեկ Նալբանդյանին, նորահայտ օլիգարխին, քաղաքացիական պայմանագրի օլիգարխին, բա այս համբալների իշխանությունը, որ սա վաճառում էր Golden Palace-ը, խլել էր եւ վաճառում էր, այդ ժամանակ չկար ծերանոց կառուցելու, դարձնելու կարիք։ Կար, վստահաբար կար, բայց հոսենց յուղոտ պատառը չէին տա ուրիշին։ Իրենց ընկերոջը Նարեկ Նալբանդյանին պիտի տային, իրենց հետ փոխկապակցված անձի պիտի տային։ Եկեք գաք մի ուրիշ դեպք, այդ դղյակներից որ խոսում է, հա։ Պետությունը իբրև թե բան արեց, բռնագանձեց Հովիկ Աբրահամյանին պատկանող մոնումենտի առանձնատունը, որտեղ մինչև հիմա Հովիկ Աբրահամյանը ապրում է իդեպ։ Ում վաճառվեց այս բանը, առանձնատունը, գիտեք։ Ու էլի 5 միլիոն դոլարով, ոնց որ սա այս 5 միլիոն դոլարը Նարեկ Նալբանդյանի համար գրված էլի, ինչ գույք վերցնում են, պարտադիր 5 միլիոն դոլարով պիտի տան Նարեկ Նալբանդյանին։ Նարեկ Նալբանդյանի վրա վաճառվեց։ Կասկածելի որոշմամբ կալանքը հանվեց այդ գույքի վրայից, մի քանի ժամում դա վաճառվեց Նարեկ Նալբանդյանին։ Ես չեմ Նարեկ Նալբանդյանը այդ 8 սուպերմարկետների այդ սեփականատերն է, որի վերաբերյալ կան հրապարակումներ, կան կասկածներ առնվազն, որ Աննա Հակոբյանը այդտեղ կարող է կապ ունենալ։ Աննա Հակոբյանը հիշեցնենք հերքել է դա, բայց դե սրանք մի անգամ չի որ հերքել են ու խաբել են։ Այնպես որ առիթ ունեն չհավատալու, միջև հակառակ փաստը չտեսնենք։ Հələ մի թվերի տարբերություն ունենք։ Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցը 100 մետրից ավել ճակատ ունեցող, 5 հարկանի, ենթակառուցվածքներով վաճառվել է 5 միլիոն դոլարով Նարեկ Նալբանդյանին եւ մոնումենտի Հովիկ Արգամիչի առանձնատունն էլ վաճառվել է Նարեկ Նալբանդյանին էլի 5 միլիոն դոլարով։ Բայց եթե բան կար սարքելու, ծերանոց կար սարքելու, ինչու չէիք սարքում։ Այս սրանք ինչու չէիք դարձնում ծերանոց։ Սա ակնհայտ ցույց է տալիս, որ այս մարդիկ շարունակում են ստախոսությամբ զբաղվել, ժողովրդի հույզերի հետ խաղալ, ստեղծել տպավորություն, թե բա ժողովուրդ ջան, մեզ ընտրեք, հեսա գալիս ենք ծերանոցներ, դղյակները վերցնենք, ծերանոցներ բացենք, այն ինչ էս սրիկաները, այդ դղյակները, որոնք որ վերցրել են, գույքը որ վերցրել են, իրենց ընկերներին, իրենց ծանոթներին են տվել կոպեկներով, միլիոններին մի նայեք, իրական գույքի արժեքը շատ ավելին է։ Խոսում են, ասենք, Գագիկ Խաչատրյանի ամերիկյան առանձնատունը բռնագանձելու մասին։ Այնինչ Գագիկ Խաչատրյանի այդ ամերիկյան առանձնատունը Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի, ասենք, երևի թե 5%-ն էլ չկար։ Մի կողմից իբրև թե Գագիկ Խաչատրյանը թալանչի է ու իր առանձնատունը ամերիկյան բռնագանձում են, վաճառում են ու փողը պետականացնում են, լավ են անում, եթե թալան են վերադարձնում։ Մյուս կողմից չեն ալարում մասնակցել Գագիկ Խաչատրյանի որդու բիզնեսների բացմանը, շնորհանդեսներին, միջոցառումներին, չեն մոռանում անպայման Գագիկ Խաչատրյանի բիզնեսներից Իմ քայլը հիմնադրամին կամ քաղաքացիական պայմանագրի հիմնադրամին նվիրատվություններ ստանալ այդ բիզնեսներից։ Այսինքն իրականում այս առանձնատան վերադարձն է, սա իրականում պայմանավորվածություն է, ոչ մի թալանի վերադարձել չկա։
ասում են մի գույք, որը աղմկահարույց է, բերեք հրապարակենք, գագոջանք խաղանք այդ թեմայով, ժողովրդին կխաբենք, հարիֆի տեղ կդնենք, դու էլ գնա քո բիզնեսներով զբաղվի, որոնք մի քանի 100, գուցե միլիարդ դոլարը անցնում են։ Եվ եթե թալան կար, իրական թալանը այդտեղ էր, որ պիտի զբաղվեր, նորմալ իշխանությունը։ Այսինքն սա թոս փչոցի է, վերցնել Golden Palace հյուրանոցը տալ իրենց մտերիմին, իսկ Գագիկ Ծառուկյանի Փեսայի առանձնատունը հայտարարել, որ ծերանոց եք սարքելու, սա անբարոյականություն է միանշանակ, սա թոշակառուների, ծերերի, մեր տարեց հայրենակիցների հույզերի վրա խաղալու միջոց է, մեր տարեց հայրենակիցները ընտրության ժամանակ պետք է թքեն սրանց ճակատին այլ քաղաքական ուժերի ընտրելով, որովհետև անհնար է այս բանը տանել, հա, այս անպատվությունը, այս սրիկայությունը, այս ստախոսությունը անդադ տանել։ Նիկոլ Փաշինյանը ստախոս է, նորն էլ բացատրեցի, որ ստախոսներին, հայոյախոսներին համբալ են ասում, դրա համար ենք իրեն համբալ ասում և իր մի շարք կուսակիցների։ Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Հայաստան Դաշինքը նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, սա արդեն ուրիշ թեմա եմ խոսում, Չարենցավանում էր, Կոտայքի մարզում էր, նախագահ Քոչարյանը մի հետաքրքիր առաջարկ արեց, որի մասին ես էլ առիթ եղել եմ մի քանի անգամ խոսել եմ, հիմա լավ է, որ նախագահը որպես Դաշինքի առաջնորդ դրա մասին խոսեց, այդ միտքը պարզ է, որ իր մոտ էլ է եկել, որ մենք անցնելով այս խավարանով, տեսնելով այս ամենը, տեսնելով թե պետությունը ինչպիսի վտանգներով անցավ և ակնհայտ, առերևույթ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը բերվել է իշխանության, մենք իրավունք չունենք այս ամենից դասեր չքաղել։ Եվ ոչ միայն նախագահ Քոչարյանի առաջարկը այն էր, որ նրանք, ովքեր վարչապետի թեկնածու են հայտարարվում կամ վարչապետ պիտի դառնան, նրանք անպայման պետք է հոգեբուժական հաստատություններում ուսումնասիրություն անցնեն և համապատասխան թուղթ ունենան, որ իրենք հոգեկան խնդիրներ չունեն։ Սա ամենևին խտրականություն չէ, հարգելի հայրենակիցներ, սա տեղին և շատ ճիշտ առաջարկ է, ինչու։ Որովհետև տեսեք, մարդը եթե չունի ձեռք, չունի ոտք, չունի աչք, չգիտեմ, մարդը եթե ունի հիվանդություններ, ասենք լյարդը լավ չի, չգիտեմ, երիկամները լավ չեն կամ այլ խնդիրներ ունի, այս բոլոր հիվանդությունները, այո, որոշակի ազդեցություն ունենում են մարդու վրա, ֆիզիկական ակտիվության վրա, գուցե ինչ-որ հույզերի վրա, բայց այդ բոլոր հիվանդությունները չեն կարող մարդուն ստիպել կամ կտրել իրականությունից, որ ինքը անի գործողություններ, որ հետո ինքն իրեն հաշիվ չտա։ Հոգեկան խնդիրները այն եզակի հոգեկան հիվանդությունը եզակի խնդիրն է, որի պարագայում մարդուն պետք է արգելել պետական կառավարմանը մոտ գալ, որովհետև մարդը կարող է այդ հոգեկան խնդիրների ազդեցության տակ կայացնել որոշումներ ու այդ որոշումների բեռը ընկնելու է ժողովրդի վրա, որոշումների հետևանքների բեռը ընկնելու է ժողովրդի վրա։ Հիմա առերևույթ Նիկոլ Փաշինյանը հոգեկան խնդիրներ ունի։ Սա չի մեղմացնում իր հանցագործությունները, որի մասին մենք այս տարիներին խոսում ենք, և ինքը միևնույնն է, դրա համար պատասխանատվություն կրելու է, բանտում կլինի, թե հոգեբուժարանում, ասենք կբուժենք, նոր կդատենք, թե կդատենք, հետո կբուժենք, դա արդեն այլ հարց է, իրավապահ համակարգը կորոշի, դատական համակարգը կորոշի, Փաշինյանին բուժել, նոր դատել, թե դատել, ուղարկել բուժման, այնպես որ սա արդեն մասնագիտական մոտեցման հարց է։ Եվ սրան պետք է գումարել, կարծում եմ մեկ բան էլ մեր ծրագրում էլ կա, որ պետական պաշտոն զբաղեցնողները պետք է պարտադիր զինվորական ծառայություն անցած լինեն։ Որովհետև մարդ եթե հայրենիքին իր պարտքը չի տվել, հետո պետական համակարգին էլ չմոտենա, կառավարմանն էլ չմոտենա, չեմ ասում, այնտեղ հանրային ծառայություններ կան, կան այնտեղ մասնագիտական հարցեր կան, չէ, քաղաքական պաշտոններին թող չմոտենան այդ մարդիկ։ Եթե այդ որոշումների
հետևանքները որպես զինծառայող, սահմանին կանգնած մարդ չեն զգացել, թող որոշումներ կայացման են չմասնակցել։ Ի վերջո մենք գիտենք, չէ՞, որ այսօր սրանից առաջ եղած իշխանական վերնախավի մեծ մասը թռել էր բանակից։ Բարեհաջող կերպով, բարեհաջողը ճակերտների մեջ։ Եվ այո, մենք պիտի այդ հնարավորությունից զրկենք բոլոր նրանց, ովքեր զարտուղի ճանապարհով ազատվել են զինվորական ծառայությունից, այդ մարդիկ պիտի հեռու մնան պետական պաշտոն զբաղեցնել։ Եվ մենք այսօրվա իրավիճակում չէինք հայտնվի, եթե այս երկու կրիտերիաները լինեին, եթե վարչապետի պաշտոն զբաղեցնել ցանկացողը ունենար բան, հոգեկան առողջության փաստաթուղթ պարտադիր ունենար, Նիկոլ Փաշինյանը իմ համոզմամբ այդ պաշտոնը չէր կարող զբաղեցնել, եթե ինչ-որ մեկը չկեղծեր իր համար այդ թուղթը։ Եվ երկրորդ հետը զինվորական ծառայություն անցած լինելը պարտադիր լիներ, ապա վստահ եմ այդ դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չունի, որտեղ բանակից էլ է թռել։ Երրորդ կրիտերիան բարձրագույն կրթություն անպայման բարձրագույն կրթություն ունենալը։ Նիկոլ Փաշինյանը այդ կրիտերիայով էլ չի համապատասխանում։ Պատկերացրեք, մենք ունենք մի սահմանադրություն, մի ընտրական օրենսգիրք, մի այլասերված ընտրական օրենսդրական համակարգ, հա, որը թույլ է տալիս անկիրթ, արերևույթ հոգեկան հիվանդ, բանակից թռած մարդուն զբաղեցնել ամենաբարձրագույն պաշտոնը։ Այս ամենից պետք է միանշանակ ազատվել։ Եվ նախագահ Քոչարյանի առաջարկը այո շատ տեղին էր, հոգեկան առողջությանը վերաբերող ստուգումները, որովհետև դա շատ մի խոսքով մեր մաշկի վրա զգացել ենք դա ինչի է բերել։ Այսօր այսքանն էր, այս երկու իրադարձություններին ցանկացա անդրադառնալ, այն որ Նիկոլ Փաշինյանը ստում է, որ ինչ-որ մեկի առանձնատունը վերցնելու է ծերանոց սարքի, որովհետև օրինակ Golden Palace-ը արդեն ասացի վերցրեցին, տվեցին իրենց ծանոթին, կոպեկներով, առնվազն կրկնակի էժանգնով։ Հովիկ Աբրահամյանի գույքը վաճառեցին իրենց ծանոթի, նույն ծանոթի վրա իդեպ։ Այլ մարդկանց հետ պայմանավորվեցին, ինչ-որ գույք վերցրեցին կամ հայտարարեցին, որ վերցնում են, մնացած այդ բոլոր բիզնեսները կան եւ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը շարունակում են լի ու լի այդ բիզնեսների հետ համագործակցել։ Ես օրերս առանձին մի դրվագով կանրադառնամ Սամվել Ալեքսանյանը։ Հայտարարություն է մարդը, որի կերպարը Նիկոլ Փաշինյանը օգտագործելով քաղաքական դիվիդենտներ է շահել, Փաշինյանի իշխանության օրոք միայն 1 ամսում անցնող տարվա ավարտին եւ այս տարվա սկզբին 1 ամսվա կտրվածքով գրեթե $80 միլիոն հարկային արտոնություն է ստացել։ Հարկային մաքսային արտոնություն է ստացել։ Եվ օրերս էլ հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանն էլ լավության տակ չի մնում։ Քաղաքացիական պայմանագրի հիմնադրամին մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է փոխանցել նախընտրական քարոզարշավի համար։ Այսինքն ախպերներով իրար պատժերշկա անելով, թալանը իրար մեջ կիսելով, իրար օգնելով փորձում են պահել իշխանություն, խաբելով ժողովրդին, որպես շարունակեն այս ժողովրդին ինչպես փողոցային սլենգով կասեն, հարիֆացնելով իրենց գործը առաջ տանել ախպերներով, ինքը Սամվելը, Սասի Արտակը, Խաչատրյան Գագոն, Նարեկը Նալբանդյան եւ մնացած կերպարները։ Չմոռանաք կիսել այս ուղու եթերով, սիրելի ընկերներ, ովքեր հետևում են իրենց էջերում, կարծում ձեզ համար սա դժվար չէ, լավ մնացեք, կհանդիպենք։